Նոյեմբերի 2-ն է, մի քանի օր շարունակ հսկայածավալ որոնողական աշխատանքների արդյունքում ցավոք այսօր փրկարարները, համայնքային քրեական ոստիկանները, Գեղարքունիքի մարզի պարեկները, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցները ծափաթաղ բնակավայրից մոտ մի քանի կիլոմետր հեռավորության վրա այս հատվածում Ջիլ բնակավայրի վարչական տարածքում հայտնաբերել են այստեղ դաշտամիջյան հատվածում կամ ձորի մեջ 3-ամյա Տիգրանի մարմինը։ Այս պահին դեպքի վայր են ժամանել Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցները, տեղում են մեծ թվով փրկարարներ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները և արդեն ժամանել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Սևանի քննչական բաժնի քննիչները վարչության պետ Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի գլխավորությամբ։ Այս պահին սպասում են մինչև կժամանի դատական բժիշկը։ Ցավոք երեխայի մարմինը հայտնաբերվել է իր բնակության վայրից մոտ մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Կարելի ասել 24 ժամ ռեժիմով փրկարար, պարեկ, համայնքային քրեական ոստիկան, կամավորներ, մի քանի գյուղերի բնակիչներ, Գեղարքունիքի ողջ մարզպետարանը, մի քանի քաղաքների Ճամբարակի, Մարտունու, Վարդենիսի քաղաքապետերի գլխավորությամբ հսկայական աշխատանքներ էին տանում, որպեսզի հայտնաբերեին երեխային։ Արդից օգտվելով խնդրանքով, հորդորով բոլոր ծնողներին եմ դիմում, խնդրում եմ, ոչ միայն ես, այլև հենց ամբողջ որոնողական աշխատանքներ կատարող մարդիկ, կամավորները, որ ուշադիր եղեք ձեր երեխաների նկատմամբ։ Որոնողական աշխատանքներին ի դեպ առաջին օրվանից մասնակցել են նաև Պաշտպանության նախարարության այն զորամասի ծառայողներ, օգտագործելով դրոններ, ոստիկանության համայնքային Ճամբարակի, Սևանի, Վարդենիսի, Մարտունու բոլորին կարելի է հատ-հատ առանձին նշել, թեպետ կան որոշ հիմարներ, որ ասում են ինչ եք նշում, որ այդ մարդիկ ման են գալի, բայց եթե այդ մարդիկ են մասնակցում 24 ժամ ռեժիմով, տեսնում եք, սև պարկի տակ է երեխայի մարմինը,